Ընթացիկ կապույտ անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացին ազատ է դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։ Այս մասին հայտնում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։ 2025-ի ընթացքում դատախազությունը պետությանն է վերադարձրել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ ու հողատարածքներ։ Քրեական վարույթներով գործարկման օրվանից մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ հարկ վճարող միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մաքսային բարեփոխումների եւ ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են մաքսային համակարգում ընթացող բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները։ Ներկայացվել են նաեւ օդանավակայանում ուղևորների հսկողության նոր մոդելի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադառնալով ուղեբեռի զննման, ռիսկերի պրոֆիլների եւ օպերատիվ աշխատանքների համակարգմանը։ Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 3.53 տոննա թարմ տավարի միս, $87,000 արժողությամբ։ Միաժամանակ ներմուծվել է 111 տոննա սառեցված միս, $663,000 արժողությամբ։ Այս մասին հայտնում էին վիճակագրական կոմիտեից։ Եվրամիության իշխանությունները Ուկրաինայից պահանջում են իրականացնել հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում կարող են խստացնել Կիևին հատկացվող 90 միլիարդ եվրո ֆինանսավորման պայմանները։ Ըստ պահանջի Ուկրաինան պետք է ավելացված արժեքի հարկը հասցնի 20% այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ համակարգով եւ ունեն տարեկան ավելի քան 77,400 եվրո եկամուտ։ Իրանի շուրջ զարգացող հակամարտության պայմաններում Եվրամիության երկրների հանածո վառելիքի ներկրման ծախսերը ընդամենը 60 օրվա ընթացքում աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշացրել է, որ հակամարտության տնտեսական հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ։ Արաբական Միացյալ Էմիրությունները, որ նորական արդյունահանում է շուրջ 3-ից 3.5 միլիոն բարել նավթ, հայտարարել է, որ մայիսի 1-ից դուրս է գալիս OPEC-ից եւ OPEC+ համաձայնագրից։ Այս որոշումը կայացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտադրական քաղաքականության, ինչպես նաեւ մեր ընթացիկ եւ ապագա հզորությունների համակողմանի վերանայումից հետո եւ հիմնված է մեր ազգային շահերի ու շուկայի հրատապ պահանջների արդյունավետ բավարարմանը նպաստելու մեր հանձնառության վրա, նշել են Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է տեխնոլոգիական հսկաների համար նոր վճարի ներդրման ծրագրերի մասին։ Նախաձեռնության նպատակն է ստիպել ընկերություններին կոմերցիոն գործարքներ կնքել լրատվամիջոցների հետ։ Նոր օրինագծի համաձայն որոնողական համակարգերը եւ սոցիալական ցանցերը պարտավոր կլինեն վճարել իրենց ավստրալիական հասույթի 2.25%-ը։ Կառավարության պարզաբանմամբ այդ միջոցները կուղղվեն լրատվական ոլորտին, աջակցելու լրագրողների աշխատանքին եւ պրոֆեսիոնալ գործունեությանը։ Տեխնոհսկաները կարող են խուսափել հարկերից, եթե կոմերցիոն պայմանագրեր կնքեն տեղական լրատվամիջոցների հետ։ Մի քանի տարվա ընթացքում 40 միլիարդ դրամի ներդրումներ են իրականացվել բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում։ Գումարն ուղղվել է ենթակառուցվածքների ամբողջական վերափոխմանը։ Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել առնվազն 50 առողջապահական կազմակերպություն, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ ու պոլիկլինիկաներ։ Առաջիկա օրերին մենք արդեն իսկ ամփոփման շինարարական աշխատանքների եւ գույքով հագեցման աշխատանքների փուլում ենք գտնվում Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ամբողջովին նոր կենտրոն է եւ ծառայելու է մարզին որպես ռազմավարական գերհագեցած մահճակալային ֆոնդով նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն։
Առողջապահության ապահովագրության փաթեթը գործում է արդեն մի քանի ամիս, ու ինչպես նախագծի քննարկումների փուլում, այնպես էլ ծրագրի ներդրումից հետո բազմաթիվ հարցեր ունեն շահառուները։ Ներկայում պետությունը մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրավճարները, մասնավորապես մինչև 18 տարեկան երեխաների 65+ տարիքի անձանց հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցողների դեպքում։ Այս խմբի յուրաքանչյուր անձի համար պետության կողմից տրամադրվող տարեկան գումարը կազմում է 129,600 դրամ։ Աշխատող եւ ապահովագրավճար վճարողների համար էլ պետությունն ամսական 6000 դրամի չափով է սուբսիդավորում իրականացնում, բայց խոսակցություններ կան, որ հաջորդ տարվանից 2027-ից քաղաքացիներն ավելի բարձր ապահովագրավճարներ են վճարելու։ Առողջապահության նախարարն ասում է, բյուջեի քննարկումները դեռ շարունակվում են։ Ընդհանուր սկզբունքը ապահովագրավճարի վերանայման այսպիսին է. ամեն տարի առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա հաշվետվությունը ազգային ժողովում եւ ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացություն, արդյոք պետք է վերանայվի, թե չպետք է վերանայվի։ Այս պահին մենք 27 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք։ Ապահովագրության փաթեթի ներդրումից հետո հարցեր են առաջացել նաև բժիշկների մոտ։ Առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ավելացել է, ապահովագրության փաթեթները գործում են, բայց վերջին շրջանում Հիպոկրատի երդվյալները դժգոհում են աշխատավարձերի չափից։ Ըստ Ավանեսյանի, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ արձանագրվել են հունվարին, որը ապահովագրության փաթեթի ներդրման առաջին ադապտացիոն ամիսն էր, ու Արմեդ համակարգում մատուցած ծառայությունների հաշվետվության ներկայացման բաժնում որոշակի բացեր են առաջացել։ Խորհրդատվություն իրականացրած շատ բժիշկներ չեն մուտքագրել այդ տվյալները Արմեդում, ըստ այդմ փոխհատուցում չեն ստացել։ Երբ որ մենք անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձ, այլ իրականացրած օրինակ խորհրդատվություն եւ դրա դիմաց փոխհատուցում, տեսնում ենք, որ ծավալի զբաղվածության շատ մեծ խզում կա։ Այս առումով էլ մենք աշխատանքներ տանում ենք եւ վստահեցնում եմ, որ բոլոր այս ուղղությունների մասով էլ անհատական լուծումներ ունենալու ենք։ Կապիտալ շինարարություններն ու ավելացող կլինիկաները դեռևս ամբողջովին չեն լուծել բժշկի սենյակի դիմաց առաջացող հերթերի հարցը։ Մանավանդ առողջապահության ապահովագրության փաթեթի ներդրումից հետո պացիենտներն առավել հաճախ են նշում, որ երբեմն անգամ օրերով ստիպված են լինում սպասել իրենց բուժզնման հերթին։ Ի պատասխան դժգոհությունների առողջապահության նախարարն ասում է, պլանային բուժօգնություն ստանալու պարագայում հերթերը նորմալ գործընթաց են։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալիա Նովտային։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը։ Քննարկվել են նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։